հպարտությունը իրականում մարդը այդ չի, ինչի ինքը մտածում է։ Ասող խոսող չի։ Մարդիկ մտածում են, որ այս է խորը։ Բայց դա խորհրդանոցան հետ որևէ կապ չունի։ Արդար որոշումներ հռչակի, բայց դա դրա հետևում կանգնեցել է հպարտություն։ Մեղքը, սխալ ապրելակերպը երկար չի տեղ։ Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, այսօրվա մեր հաղորդմանը ով Արտուրի հետ կփորձենք խոսել, պարզաբանել հպարտություն եւ պարծանք թեման։ Ով Արտուր, արդյոք հպարտությունը բնորոշ է բոլոր մարդկանց։ Այո, բոլոր մարդը ինքը իր տեսակով հպարտ է։ Դա ըստ Աստծո խոսքի գալիս է ադամական մեղքից, որ մարդը ընկավ, Ադամը ընկավ, ու այդ ընկած վիճակից է, որ մարդը հպարտանում է։ Իսկ որտեղից է գալի այդ, որ ծնվում է մեջը, թե մարդը ինքնստինքյան արդեն տենց ծնված է։ Ինձ թվում է այդ մեղքի արդյունքն է, բայց նաև դա ինքնախաբեություն է։ Իսկ իրականությունից դուրս պատկերացում է դա։ Իրականում մարդը պետք է հասկանա ինքը ով է։ Բայց այդ չհասկանալու տգիտության անիրական պատկերը բերում է հպարտության։ Հպարտությունը մեր ընտրությունների արդյունքն է, թե հակառակը ընտրությունները հիմնվում են մեր ընտրությունները, որոշ ընտրություններ հիմնվում են հպարտության վրա։ Դե մարդը քանի Աստծուն չի ճանաչում, նա հպարտ է։ Նույնիսկ Աստծուն ճանաչողներն են տառապում հպարտությունից։ Դրա համար սկզբից մարդու աշկերը, մարդու աշխարհայացքը բացվում է, երբ որ ինքը վերստին ծնվում է։ Ու ինչքան մոտենում է Աստծուն, այնքան ինքը ավելի շատ բաներ է հասկանում։ Ինչպես Պողոս առաքյալն է որոշ տեղերում նշում ավետարանում, որ ասենք ես մեղավոր եմ, ես ամենամեղավորն եմ։ Ինչքան մարդը մոտենում է Աստծուն, այնքան ինքը հասկանում է ինքը ով է։ Ու արդեն ճիշտ գնահատական է տալիս ինքը ով է։ Դրա համար ինձ թվում է հպարտությունը դե իհարկե մեղքի արդյունք է ու այն ժամանակ է մարդը դա գիտակցում, երբ որ նա Աստծուն մոտենում է, Աստծուն ճանաչում է, հասկանում է, որ ինքը առանց Աստծու ոչ մի բան է, ուղղակի ոչ մի բան։ Իսկ հպարտությունը դա առաջ է բերում մարդու եսասիրությունը, էգոիզմը։ Հա, բայց հպարտությունը իրականում մարդը այդ չի, ինչի ինքը մտածում է իր մասին։ Դա է ծնում շատ մեղքեր։ Այդ թվում նաև եսասիրություն, այդ թվում նաև ու շատ անգամ շատ մեղքեր։ Հպարտությունը ոնց որ այդ մեղքերի նախահայրն է։ Հա։ Բայց երբ որ մարդը իրազեկվում է, հասկանում է ինքը ով է, արդեն ամեն ինչ ունի իր տեղը։ Դա նման է մի քիչ ոնց որ այտենց պատմություն կա անգլուղ ձիավորը։ Եթե անգլուղ ձիավորը կամ այդ ձին, որ գլուխ չունի, ու մանավանդ ձիավորը, որ հակառակը, այսինքն ձի քշողը, որ գլուխ չունի, այսինքն ինքը գնում անտեղ, որտեղ որ գնում է, որևէ առաջնորդություն, որևէ բան չկա, բայց երբ որ մարդը հասկանում է, որ ինքը գլուխ ունի, Քրիստոսն է գլուխը, ինքը հասկանում է, որ ինչքան կախված, ինչքան ինքը կարևորում է Աստծուն իր կյանքում։ Ինձ թվում է ըտից է գալիս մարդը, որ խոնարհության ճանապարհն է գնում, հեզության եւ այլն։ Ինչ որտեղ էլ երևի մոտենալով, հասկանալով Աստծո սրբությունը, Աստծո մեծությունը, արդեն կամաց հասկանում է, որ այն մեծ կարծիքը, որ ինքը իր մասին ուներ, ասեն դա չի կարելի, ուղղակի վերանում է։ Բայց էլի մեկ էլ մի ժամանակ հետո էլի հպարտություն ուզում է գա, էլի բնակվի։ Հետաքրքիր է ցիկլը ինչքան է տևում մարդու կյանքում։
Կարելի ասել որ ամբողջ կյանքը մարդ պայքարում է դրա դեմ մինչև իր այս երկրային կյանքի վերջը։ Այո, իհարկե, միանշանակ։ Մի թեթև հաջողություն, մի թեթև մի ինչ-որ արդյունք մարդը մի անգամից։ Մարդը նույնիսկ կարա վկայի, որ Աստված, խոսում ենք հավատացյալի մասին։ Անհավատի մասին անիմաստ է խոսել։ Հավատացյալի կյանքում մարդ հավատացյալը կարա վկայի Աստծո մեծ հրաշքների բան, բայց ակնարկի, որ դե ես էլ արեցի մի բան։ Ինչ-որ մի բան, դե ի տարբերություն մնացածների, այդտեղ արդեն մեկ էլ տենում ես, էլի ծրծամը տվեց այդ հպարտությունը ուզում է իր գլուխ բարձրացնի, բայց խոնարհությունը ավելի է գնահատվում Աստծո կողմից, ավելի է հետաքրքիր է Եզեկիել թագավորի պատմությունը, Եզեկիա թագավորի պատմությունը, որ Աստծուն նվիրված բան, ասենք, որ ու հետո սկսեց հպարտանալ այդ հարստությամբ, այն բան, որ իրականում, ասենք, որ դա Աստված էր տվել։ Ինչ չէ որ ինքը տենց հարուստ է։ Այսի լավ օրինակ է երևակայի Աստվածաշնչում Էլի կան բոլորիս համար, այո, Աստված։ Այո։ Այն ինչ որ արել է Տերն արել, ամբողջ փառքը պատկանում է Տիրոջը։ Նույն։ Իհարկե, մասնակցություն մարդ ունի, ընտրություն ունի, որոշակի դիրքորոշում կապված է դիրքորոշման հետ եւ այլն, բայց դե ոչ մի ձև չեն կար ասենք էլի, դե որովհետեւ ես իմ ինչ այդ որոշումներն էլ մարդու, թեկուզ ասենք ինչ որ իր հասանելիք գործը Աստծո գործի մեջ ինչ եք կարծում։ Ինչ ենք կարծում, էսի էլ չի Աստծո գործը։ Ամեն ինչն ասում ենք ամբողջովին Աստծո մեջ ենք։ Հա։ Ինչ վերաբերում է հպարտության, մենք պետքա տեղյակ լինենք, իրազեկվենք, իրականությանը գանք, առնչվենք իրականության հետ, որ փառքը Աստծուն է։ Որտեղ եթե Աստված մեզ չբացեր, ցույց չտար, չառաջնորդի, որևէ բան չդաստիարակի, մենք այդ քայլերը չենք անի համենայն դեպս։ Կարող է հպարտությունը քողարկվել արտաքին բարեպաշտ ձևերի տակ, օրինակ խոնարհություն կամ արդարություն հռչակում։ Հաճախ դա քողարկվում է լռությամբ, որ մարդը լուր մարդ է իր բնավորությամբ։ Ասող խոսող չի։ Մարդիկ մտածում են, որ այսի խոնարհ մարդ է, բայց դա խոնարհության հետ որևէ կապ չունի։ Խոնարհության տակ քողարկվել, դա մի քիչ դժվար է ասել, որովհետև հակառակ բաներ են։ Հպարտությունն ու հեզությունը կամ խոնարհությունը դրանք ոնց որ պլյուս ու մինուս են, հակառակ բևեռներ են, բայց էլի մարդը կարա տեսք տենց տա, բառերով խոսա, բայց իրականում ինքը տենց չանի։ Էդի հա, այսինքն այն տեղերը Աստվածաշնչի որ ասում է աստվածապաշտության տեսք ունեին, բայց զորությունը կորցրած, այսինքն հա գիտի, ասում է, բայց չի անում։ Չկա, այդ զորությունը չկա։ Զորությունը գալիս է, երբ որ մենք անում ենք մի բան։ Մի բան ասած տեղը Աստծո պատվիրանն ենք կատարում։ Աստծո խոսքն ենք կատարում։ Կարևոր չի որ ստացվում է թե չի ստացվում։ Ու կստացվի։ Կարևոր է այդ որոշումն է ու կարևոր է այդ ապրելակերպն է, որ ես Աստծո կամքը կատարող եմ, ոչ թե մենակ իմացող ու ասող։ Իսկ պատահել է քո հովվական ծառայության մեջ որ մարդը գա ինչ որ ճիշտ բաներ ասի, ճիշտ ասենք ասենք արդար որոշումներ հռչակի, բայց դա դրա հետևում կանգնած լինի հպարտությունը։ Ամեն անգամ միշտ դա շատ է դա հանդիպում։ Ընդհանրապես եկեղեցում հովվի հետ խոսալուց մարդիկ պատկեր կա, ասենց հրեշտակները կանգնած, ամեն ինչ ասենց սպիտակի մեջ, բայց իրականում ինչ է, դա արդեն ուրիշ բան, Աստված գիտի։ Ու մենք ենք իմանում իրականությունը, երբ որ ինչ որ ժամանակ հետո, որտեղ մենք էլ գիտենք, որ մեղքը, սխալ ապրելակերպը երկար չի տևում։ Մարդը կարա քողարկի դա, եթե քողարկելու հարցը քողարկելու որ է։ Լավ ինչքան ծածկի ինքը, երկար չի տևելու դա։
ամենայն դեպս փորձում է մարդը քողարկի։ Մարդը փորձում է քողարկի Մանավանդ ինի էդի եկեղեցում։ բերմա կեղծավորության։ Հա։ Այսինքն երկակի կյանք ապրել։ Դի Իսկ էսի ինչի՞ց է գալի ավելի այդ մարմնավոր լինելուց, թե սա նաև խորը հոգևոր մարդիկ են ընկնում այս թակարդի մեջ։ պոտենցիալ բոլորը կարան ընկնել այդ թակարդի մեջ ու միգուցե որոշ դեպքերում ընկնում են։ Մի հատ օրինակ ասեմ այս հարցով, իմ մամաս երբ որ արյան զեղում ունեցավ ուղեղի։ Վերջը վերականգնման այդ ռևալիդացիայից հետո ինքը սկսեց քայլել, լեսեն, մի քիչ թույլ բան, բայց իր մոտ ոնց որ անհամապատասխան էր ինքը ինչ հասկանում է, բայց այն շարժումները, որ ինքը կարող անում, չի համապատասխանում։ Այդտեղից շատ էր նեղվում։ Մարդը, երբ որ շատ հասկանում է, քիչ կատարում է, ընկնում է խնդրի մեջ։ Դիսկոմֆորտ է զգում ինքը։ Էդի դրա համար, երբ որ մարդը շատ սովորում է, քիչ պրակտիկայում օգտագործում է, ընկնում է այդ խնդրի մեջ։ Սա մի քանի տարբերակ կա։ Կամ ապաշխարել, Աստծուն գալ, ուղղել ու նեղ ճանապարհով գնալ ու հասնել նրան, որ գոնե ինքը որոշ բաներ կատարի, կամ ամենահեշտ ձևը կեղծավորությունն է, երկակի կյանք։ Այդ ասում եմ շատերը ընտրում են լայն ճանապարհը։ Քչերն են գտնում այդ նեղ ճանապարհը կամ նեղ դուռը։ Ինչպես տարբեր ես, երբ որ մեկը խոսում է քո հետ, ասենք ոնց այդ կեղծավորությունը ոնց տարբեր ես։ Ոնց ես կարող։ Դե որոշ դեպքերում մարդը կարող անենց լավ դա անի, որ չպատկերացնես, բայց տեղական եկեղեցու ամենակարևոր բաներից մեկը ինչն է, որ այդտեղ կեղծավոր երկար մնալը դժվար չի ստացվում։ Ես կարամ որպես քարոզող գնամ կամ որպես ծառայող, որպես վերջը քրիստոնյա ուրիշ տեղեր լավ խոսք ասեմ, լավ ասենք ինչ-որ բաներ անեմ, մարդիկ ասեն, վաու, այս ինչ հոգևոր մարդ է, որտեվ ինձ չեն ճանաչում, ես չգիտեմ ես ոնց եմ ապրում, բայց ինձ ճանաչում են մարդիկ, իմ կողի մարդիկ են ճանաչում, մանավանդ մեր եկեղեցիներում, փոքր եկեղեցիներում, այդպես դրույքները շատ դժվար է անցնելը, որտեվ մարդիկ ճանաչում են քեզ։ Մի օր, երկու օր, 3 օր։ Լավ, մի ամիս ձգեցիր հետո։ Այ տեղական եկեղեցու, իսկ on-line, չգիտեմ, տարին մեկ գնալ, չես ճանաչի, չես իմանում ինքը ով է։ Շատ ալում, գալիս են, ասենք, զրուցելու հիմնականում սկսում են հոգևոր բաներից, իմ ներսում ես լսում եմ, հասկանում եմ, որ դա չի իր ուզածը։ Դե մի ձև բացատրում եմ առանց կոպտելու, որ արի անցնենք բուն թեմայի, ինչ ես ուզում ասես։ Նոր մարդը ասում է ինչ է ուզում ասի։ Այն լրիվ խոսակցությունը անիմաստ տպավորություն թողելու համար։ Ցավոք սրտի ես կեղծավորությունը կա իհարկե այդ։ Տեր Հիսուսի առակներում հանդիպում ենք դեպքեր, երբ Տերը գովում է ծառային։ Մարդիկ բնականորեն սիրում են գովասանք ստանալը, բայց կարող է դա վնասել մարդուն ու բերել գոռոզության կամ հպարտության։ Էլի գիտության հարց է ու տգիտության հարց է։ Եթե ինձի գովում են, ես պետք է հասկանամ, որ իրան գովում են իմ մեջ բնակվող Քրիստոսին։ Ինչ չեն գովում։ Նու գալիս ենք այն Էշի ու Քրիստոսի պատմությունին։ Էշը գնում է, բոլորը շորերը փռում են, եղևնիներով եմ ասում, արմավենիներով Օվսաննա են կորում, Աստծո բաները երկրպագել, փառաբանել, բայց վերջը պետք է հասկանա, որ Էշի վրա Հիսուսն է նստած։ Հիմա մենք էլ պետք է հասկանանք, որ իմ մեջի Հիսուսին են գնահատում, գովում, այլ ոչ թե ինձ։ Էսի մի քիչ մարդը պետք է ձգտի, որ իրան գովեն, գովասանք ստանա, ես չեմ ասում ուրիշ մարդկանցից, նույնիսկ ասենք ակնկալի, ասենք հովից, ակնկալի։ Այո, ինչ իմաստով։
ցանկացած ծառայող կարևոր է feedback են ասում այսինքն մի հատ հասկանա այն ինչ որ ինքը անում է ճիշտ է անում գոնե թե հիմնականում դա եկեղեցիներում հովիվն է կամ ավակ հովիվը կամ իր անմիջապես իր ավակը այդ մարդուն գոնե ասում է ինքը ինչն է ճիշտ անում ինչն է սխալ անում ճիշտը լավը ասի լավա վատը ասի վատա եթե այս առումով ենք ասում գովալ հասկացողությունը դա նույնիսկ կարևոր է մարդը իմանա ինչ ուղի ոնց անի որտեվ շատ հաճախ մարդը կարա կողից չնկատի իրան մեկը պետք է ասի այդ իմաստով հա բայց եթե մարդը կարիք ունի որ գովան որ ինքը պարծենա կամ ինքը դրանով պատկերացնի որ ինքն ու կա լավ տեղ չեն տանում հաստատ լավ տեղ չեն տանում այսինքն ակնկալիքը ճիշտ ակնկալիք պետք է ունենա նույնիսկ այդ գովասանքի առումով մարդը որ եթե իր գովասանքը ստանա հասկանա որ դա զուտ քաջալերանք է այն գործի համար ինչ որ ինքը անում է ավելի քաջալերվի ավելի գուցե բայց նույնիսկ այդ դեպքում էլ ինքը պետք է հասկանա իր գործը զուտ ու փառքը տա Հիսուսին որ գալիս որ դու սենց հասկանում ենք որ Սուրբ Հոգու գործն է Առակաց 27-14-ում ես կուզենայի մի հատ բացեի կարդայի մի տող մի հատ բացեմ Ով որ վաղ առավոտից բարձր ձայնով օշնի իր դրացուն, իր ընկերին, սա նրա համար անեծք կհամարվի։ Շատ հետաքրքիր արտահայտություն է անում Աստվածաշունչը։ Մարդն ասում է, բայց ես ուզում եմ գովան, որ մարդը իրան լավը զգա, բան, այդ սահմանը որտեղ է։ Դժվար է այդ սահմանը իրականում, որտեղ եկեղեցում էլ օրինակ ես որպես հոր, որպես ծառայող, որպես եղբայր ուղղակի։ Ես էլ կուզենամ գովեմ, քաջալերեմ ու որոշ դեպքերում դա անում եմ ես, բայց դա էլ պետք է հավասարակշռվի։ Ամեն ինչին չափ կա, որտեվ եթե չափը մի քիչ անցավ, դա դառնում է ես մարդուն ավելի բերում եմ ավելի վատ վիճակի մեջ, սովորցնում եմ այդ ձև։ Եթե ես ամեն անգամ, ասես մի թեթև բան մեկ անի, ես մի անգամից գովամ, ու եթե մի անգամ չգովացի, այդտեղ պրոբլեմ առնելու։ Ամեն դեպքում ծառայողը, իմ կարծիքն եմ ասում, ծառայողը պետք չի որ սպասում ունենա այդ ձև։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը այն ինչ լավ ձևով է այդ տեղը դնում, ասենց ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Ասում է, եթե դուք անեք այն ինչ որ դուք պետք է անեիք, ասեք, անպիտան ծառաներ ենք, անում ենք այն ինչ որ պարտավոր ենք անենք։ Աստվածաշունչը լավ տեղն է դնում դա, էլ տենց խոսակցություն չկա, հետո պետք է հասկանանք իրականում ոչ թե սենց տես պետք է ասել, ոչ, մենք պետք է խորը գիտակցենք էդի, որ ես հպարտ, գոռոզ, անպիտան ու նման շատ վատ բաներով մարդ եմ ես։ Ցեխի ու ճահիճի մեջ էի։ Եթե Տերը ինձի չլվանար, չբարձրացներ, չդներ, չհայտներ, չբացեր աչքերս, ես այսօր ես չէի լինի։ Ու հիմա էլ հենց հիմա, եթե Տերը ինձ թողեց, ինչ որ մեկին թողեց, այդ մարդը նույն է թալու այն նույն իր հին տեղը։ Ոչ ես կողմ ոչ ենք։ Սա գիտակցելով, սա հասկանալով մենք դի հասկանանք, որ եթե իմ մեջ մի լավ բան լիներ, միգուցե փրկվելու կարիք չունենա ես։ Ասում եմ չկար մի արդար մարդ։ Թե մի հոգի լեր, միգուցե ուրիշ ձև լներ ամեն ինչ։ Դե չկար։ Իմ ծառայության մեջ պատահել է, որ մարդը խոսքով սպասում ուներ գովասանքի։ Ես էլ ասենք տարված ես նույնիսկ չէ էլի մտածում որ պետք է էլի մարդուն գովել, վերջ մարդը թողեց ծառայությունը։ Այդ իմ համար եղավ դաս, ասի մյուս անգամ ես ճիշտ կվարվեմ, մյուս անգամ գովեցի մարդուն, Ատրանից էլա։ թողեց ծառայությունը գնաց, մտածեց ինքը արդեն կարա արդեն։ Հա, դե դու որպես ավակ եթե գովում ես, ուրեմն ինքը հասել է այդ մակարդակը։
Այսինքն ես իմ կյանքում ապրել եմ երկուսն էլ ու կանգնել եմ այդ հարցականի առաջ։ Դժվար է ընդհանրապես միշտ հավասարակշռել մի բան, դա ամենաբարդ, ամենադժվար բանն է ու դա մշտական բան է։ Հավասարակշռությունը չի մի անգամ հավասարակշռես ու միշտ հավասարակշռված մնա։ Միշտ պետք է հավասարակշռության գանք, միշտ դեպի կատարելության, միշտ դեպի ճիշտ, արդար, ճիշտ ձևը։ Դժվար բան է, բայց պետք է ձգտենք դրան։ Միգուցե երբեք չհասնենք, բայց ձգտենք դրան։ Այն իդեալական ճիշտին կամ իդեալական այդ հավասարակշռության։ Ո՞վ Արտուր։ Ես հարցին վերաբերող մի հատ էլ ենթավերնագիր ասեմ կամ ենթահարց կա տարբերություն գովասանք մարդկանցից եւ գովասանք Աստծուց։ Միգուցե կա, հա։ Ես դեպքեր ա եղել, որ ապրել եմ, երբ որ Աստծուց գովասանք ա եկել։ Ես կարամ երկար չլնելու պատճառով կարճ ասեմ, ոնց եմ իմացել, որ դա Աստծուց է։ Նախ սկզբից ասեմ ինչ էր, ասենք այդ գովասանքի կարիքն էլ ոնց որ թե մենք ունենում ենք։ Ասենք իմ կյանքում եմ ես զգացել, որ ավելի դա հաստատում է մեզ Քրիստոսի մեջ։ Այ այն բանն է անում, որ ես ասացի, որ մարդ իմանա ինքը ճիշտ է զբաղված, թե ճիշտ չի զբաղված։ Ու Աստված մեթոդներ ա գտնում, որ մարդուն դա հասցնի կամ իր ոնց է հայերեն պաշտալյոն ոնց է հայերեն Փոստատարը, հա։ Փոստատարը, այսինքն իր կողմից ուղերձ տանողը։ Գտնում է Աստված ձևերը, օրինակ իմ պարագայում մի դեպքը սենց ա եղել, բայց էլի դեպքեր կա, մարգարեական խոսք կա, ինչ որ մեկը բանա պատում կամ հայտնություն Աստծո դրա մեջ դու էլ կաս, որ որևէ կապ չունի քո հետ այդ թեման։ Օրինակ իմ պարագայում մամաս էր, երբ որ ես նոր էի հավատքի անցել, մաման շատ դեմ էր։ Երևի արդեն մի քանի տարի հավատացյալ էի արդեն, հա։ Տնային ծառայությունների մեջ էի։ Ու ամբողջ օրը լացուկոց էր ինքը, իր համար էդի ամենավատ բաններ, որ ես կարելի լինեի, որ հավատացյալ եմ դարձել։ Ու մի օր ինքը անհավատ այդ վատ վիճակը, որ իմ դեմ էր, ասում էր դու այդ հավատքը թող, դարեն հին Արտուրը, իմ տղեն, փոխվել ես եւ այլն եւ այլն։ Մի օր երազում ինքը Աստված իր հետ սկսել էր խոսալ, ու երազում ինքը բաներ էր լսել, որ ինձի պատմեց։ Ինքը դες նպատակ չուներ ինձի գովեր, հա, իմ մայրն է, բայց այդ առումով ինքը դժվար թե ինձի գովար, բայց այդ իր երազում ասվածներ ինձի բարձրացրեց։ Այսինքն ոչ ուղակի, բայց դու հասկանում ես ինչ է Աստված անում։ Այդտենց Աստված ձևեր ունի հասկացնում է քեզ, որ դու իմ տղեն ես, որ դու ճիշտ ճանապարհի վրա ես եւ այլն։ Ասենք այդ իր երազում էլ իր այդ խոսացողը ինքը իմացել է թե իր եղբայրն է իր այդ խոսում, որ Լաուրա ջան, արի իմ տեսակո հետ խոսելուց եմ խոսանք բան, Արտուրը ճիշտ ուղու վրա է, Արտուրը սենց ինքը դի դեմ ինձի չէր ասի հաստատ, որտեղ ինքը գտնում էր դա ամենաաբսուրդ բանն է, որ ես արել։ Բայց տենց դեպքերում ես հասկանում եմ, որ Աստված ինչ կարծիք ունի։ Իհարկե երազի վրա հիմնել բանես մի քիչ բան է, բայց լինում է բայր դու հասկանում ես այդ ինչը։ Հա։ Վերադառնամ հարցին, ինձ թվում է, որ դրա կարիքը որոշ դեպքերում մենք ունենք։ Թե հովից, թե ավակից եւ թե Աստծուց։ Մոտ հաստատվենք մենք։ Բայց դա պետք է չտանի նրան, որ մարդը հպարտանա, մեծամտանա, գոռոզանա, դա չէ, դա չի տրակա։ Այսինքն ծառայողն էլ զգուշ պետք է լինի, եկեղեցու անդամը, ծառայողը զգուշ պետք է լինի, որ նույնիսկ երբ որ այդ գովասանքն էլ ստանա կամ ասենք հաստատումը ստանա, ճիշտ վերաբերվի դրան, ճիշտ գնահատական տա։ Մի կողմից էդի է, բայց մի կողմից էլ եթե անընդհատ գովես մարդուն, ճիշտ սխալ, դա արժեզրկում է այդ գովասանքին։ Մարդը հասկանում է խոսում այլ ուղղակի։ Արդեն
պետք է նենց լինի, որ մարդն էլ հասկանա, որ այո, ստե արժեր դա անել։ Այս պարագայում իրոք արժեր է դի, որտեղ իրոք այդ մարդը լավ բան արեց։ Բայց եթե տեղին անտեղի դա գովասան կարվի, զրկվի լավ, ոչ արժեր զրկվում, դե որևէ լավ տեղ չտա։ Երեմիա 9:23-ում Տերը ասում է, որ մարդը չպետք է պարծենա իր իմաստությամբ, ուժով կամ հարստությամբ։ Ինչու է Աստված սա արգելում եւ ո՞րն է այդպիսի պարծանքի իրական վտանգը մարդու հոգեվոր կյանքի համար։ Որտեւ այդ թվարկած ամեն ինչը Աստծուց է տրվում։ Մենք ընդհանրապես ինչ ենք վկայում, որ ես ոչինչ էի, ես ճահիճում էի, ես չգիտեմ, որոշ դեպքերում մարդիկ շատ են բանանում, որ ճիճու էի, չգիտեմ ինչ էի, հա։ Բայց Աստված ինձ սարքեց մարդ։ Ով էր Դավիթ թագավորը, բայց հələ որ թագավոր չէր։ Փարախի հետևից հայերեն կոպիտած չոբան։ Էն էլ իր տան մեջ չհարգված չոբան, sense ասենք, չէ, կամ տեղ, հա։ Ինչ Աստված մինչև ուր տարավ իրան։ Սարքեց, նախ սարքեց թագավորի փեսա, հետո սարքեց բան զորավար, ամբողջ զորքերի, հետո դառավ թագավոր։ Այսինքն Աստված այն ձև բարձրացրեց այդ մարդուն, հարուստ, իմաստուն եւ այլ եւ այլ։ Հիմա ինքը ինչի վրա բարձենա։ Ասենք բարձենա, որ ինքը հարստություն ունի, իմաստություն ունի։ Այսինքն հենց այդ է հարցը, մարդը պիտի իրականությունից չկտրվի։ Այդ հոգևոր ճիշտ իրականությունից չկտրվի։ Հասկանա, որ բարձենա տիրոջով բարձենա։ Եթե բարձենալու տեղ կա, տիրոջով պիտի բարձենանք, ուրիշով ասենք խոսանք, հա։ Ուրիշով ինչով պետք է։ Բայց երբեմն ելնում է, որ մարդիկ տարանջատում են իրարից, ասենք ֆիզիկական բարիքները, ասենց ասած, հոգևորից։ Դա ասենք մենք չենք հպարտանում, հոգևոր հարցերում իրոք Աստված մենք կույր ենք, չենք տեսնում բան, Աստված բացեց ցույց տվեց բան։ Բայց դե հարստություն բան, ասենք աշխատում ենք, այդքան առավոտ շուտ վեր ենք։ հա։ Դե ինձ թվում է Աստված ում որ սիրում է, իրանց դաստիարակում է։ Մեր բոլորի ցանկությունն է, որ Աստված մեզ դաստիարակի։ Մենք օտար չլինենք, որ չդաստիարակվենք։ Մենք իր տան մեջ ենք։ Ու տան մեջի բոլոր երեխաներին Աստված դաստիարակում է։ Պատժում է, դաստիարակում է, բերում է ճիշտ գիտելիքի, ճիշտ տեղա բերում։ Նման մարդ, որ նման ձև է մտածում, նա հələ դաստիարակվելու է, հասկանալու է։ Երբ որ Բելգիայում ես հələ թղթաբանորեն չէի հաստատված, այսինքն ունեի մնալու իրավունքի թուղթ, բայց դա տենց մի 3 ամսական օրանժ կարտ ենք ասում։ Մի ձևի մտածում էի, որ այ երբ որ հաստատվեմ ստեղ, արդեն անձնագիր ունենամ, քաղաքացի դառնամ, այ այդ վաղտ այդ ժամանակ արդեն ESN եւ այլն եւ այլն։ Ու որովհետեւ այն ժամանակները եղավ, որ ասենք ոստիկանները երբ որ ստուգում էին, նայում են տես քարտ, ասում են էսի կասկածելի մարդ է։ Հա։ Այս ասում է, երբ որ անձնագիր լինի, այ երբ որ սենց լինի, բայց Աստված ինձ մի հատ դաս տվեց։ Ու մի անգամ չտվեց այդ առումով։ Ու Փառք Հիսուսին, որ տենց եղավ։ Եղել է մեքենայով գնում ենք, ասենք մենակ ես ունեմ թուղթ, մնալու իրավունք, մնացածները ասես նույնիսկ մամասել էր այդ ավտոյի մեջ, որ իր ինքը վիզայով եկել էր, բայց վիզան անցել էր։ Բոլորին ստուգեցին, ինձ ասին դու պիտի այդպես բան։ Էլ էր տես դեպք կրկնվել։ Սոսում էի, ոնց որ ին վրա գալով է կամ հենց ին վրա հետևից են ընկի։ Բայց ես հասկացա, որ եթե Աստված թույլ չտա, ես այդ բաժանմունքներից չեմ դուրս գա։ Հա։ Նույնը աշխատանքն է, նույնը բիզնեսն է, նույնը, ասես մի վարքյան մարդու մեջ բռնվեց, վերջ, այդ մարդը կորցրեց իր բիզնեսը։ Ամեն ինչ է կորցնելու։ Հələ չեմ ասում, եթե մի քանի կաթիլ արունա ուղեղի մեջ կաթում եւ այլն եւ այլն։ Իհարկե, սա ոչ թե վախցնելու կամ ոչ թե, այսինքն ոչ թե Աստված չար ձևով մեզ
պատժում է կամ մեզ փորձում է, իհարկե ոչ։ Բայց դասեր կարելի իմանալու, որ մարդը գա ճշմարտության։ Աստծո նպատակն է, որ մենք ճշմարտության մեջ լինենք, այլ ոչ թե իրականությունից կտրված, ասես կիսապրատ գիտելիքներ ունենանք, որ հա դեսի Աստծունն է, բայց եսի խոյ, ես եմ։ Այդ Աստված կոտրելու է։ Բերելու է նրան, որ մարդն ասի ես չկամ։ Այո, այո։ Երեմիայի այդ նույն գլխի հաջորդ տողում, 24-րդ տողում արդեն խոսում է ճիշտ բարձանքի մասին, որ մարդ եթե բարձանա, թող Աստծո բարձանա։ Միայն Աստծո։ Աստծուն ճանաչելու միջոցով, Աստծուն ճանաչելու մեջ այս լույսի ներքո կարող է մարդը բարձրանալ նրանով, որ քրիստոնյա է։ Սա ճիշտ է համարվում։ Քրիստոնյա ասելով եթե նկատի ունենք Հիսուսի աշակերտ, դե հենց դա է ասում։ Սա արտոնություն է, սա ուղղակի առանձնահատուկ հնարավորություն է։ Այդ ընտրվածությունը, որ հենց դու ես ամբողջ ազգի մեջ, ամբողջ բարեկամության մեջ, կամ շրջապատի մեջ, կամ ընկերության մեջ, իհարկե սա մի կողմից ուղղակի շնորհակալություն ենք հայտնում Տիրոջից, որ այդ ձևի արտոնություն ունենք, ու մեր վկայությունները, մեր պարծենալը կամ մեր ինչով ենք ասենք մենք լավ զգում, որ ամենակարող Աստված ունենք։ Այո։ Սա է։ Իսկ կարա այդ, ասենց ասած, բարձանքը որպես քրիստոնյա բարձանքը ասած մեծամտչափը անցնի, հա, արդեն վնասակար լինի։ Մի անգամ էլ կրկնեմ, շատ հաղորդումների ժամանակ եմ կրկնում, ամեն ինչ որ կախված է մարդուց, ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ։ Որտեվ մարդը Աստված չէ։ Բայց մարդը իհարկե կարա ինք իրան կարա խափի։ Ինքը կարա ինք իրան խափի մտնի տրատակ։ Որ դե բա ես ավելի եմ, քան ինչ-որ մեկը։ Եթե Աստված ինձ անդրել, ուրեմն ես ավելի լավն եմ, քան ուրեմն ինքը լը տերյակ չի։ Այդ դասն էլ կսովորի։ Աստված իր անուն որ սիրում է, սովորցնելու է։ Բոլորից է սովորցնում։ Մենք չմոռանանք իր աշակերտներն ենք։ Մենք սովորելու ենք, շատ դասեր կա սովորելու։ Որոշները ցավոտ դասեր են, որոշները փող կորցնելով ա լինում, որոշները շատ ժամանակ են կորցնում, բայց կհասկանանք։ Որոշ դեպքերում դուրսը խոտ ուտելով ա լինում։ Նաբուգոդոնոսորի։ Հա, ամեն ձև կա։ Բայց ինչքան կներես Գարջան, ինչքան մենք խոնարհվենք ու հնազանդվենք, ավելի քիչ խնդիրներով կանցնենք։ Որտեղ հնազանդ մարդուն պետք չի մի հատ էլ հնազանդության դաս տալ։ Մարդը հնազանդվում է, մարդը լսում է։ Բայց երբ որ մարդը լսես կիսատ պրատ, երբ որ հələ ինչ-որ տեղ մտածում է ես, դասեր կա։ Սարսը գալիս է նրանից, որ որոշ մարդիկ, ասենք, հնարավոր է, էլի, որ մարդը չկարողանա ճիշտ հասկանա այս տողերի իմաստը ու նաև բացի այն, որ իոք փառքը տա Աստծուն, որ Աստված փրկելու իր ընտանիքը մցրել, նաև արդեն այնքան չափ անցնի, որ վնասի ուրիշներին իրան արդեն ավելի բարձր դասելով հպարտության ցուցադրում է այս։ Օրինակ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը տեսեք ինչ է ասում։ Ասում է, երբ որ քեզ կանչում են մի տեղ, որ այդ մեզ նստես, մի գնա առաջի տեղը նստի։ Սա ինչի մասին է խոսքը։ Այսինքն դու քո աչքին մի մտածի կամ դու քո մտքում մի մտածի, որ դու եկեղեցում դե գոնե չլինի 100-ից գոնե 10-նյակի մեջ ես։ Դու քեզ մի տեղավորի տես տեղեր։ Թող որ քո փոխարեն գնա վերջում նստի։ Դու այդ 100-ից 98-րդն ես կամ 100-րդն ես։ Թող քեզ մարդիկ գնահատեն, թող քեզ Աստված բարձրացնի։ Այո։ Բայց նույնիսկ եթե բարձրացնում է, էլի մենք մեր տեղը հասկանում ենք, որ որտեղ է։ Պետք է միշտ հասկանանք ով ենք մենք։ Այո։ Եթե իր շնորհը չլինի, իր գործը չլինի մեր կյանքում, առաջնորդությունը ես ինձանից որևէ բան չեմ ներկայացնում։ Այո։ Նույնիսկ եթե ես որոշ բնակավարներում միջև հավատալը արդյունքներ եմ գրանցել, որևէ բանի մասին չի խոսում։ Ասենք 2 բուհ եմ ավարտել
կամ մի հատ լավ տեղ էի աշխատում, ապաշխարեցի, հետո թողեցի բան։ Հպարտանալու որևէ տեղ չկա։ Բայց իհարկե մարդը եթե ու սատանան էլ քնած չի, ամեն ձևով ուզում ա որ մենք որտեվ սատանան էլ գիտի եւ հպարտացանք Աստված է մեր դեմ։ Մենք ոնց որ Աստծո դեմ ենք ելնում։ Դա չի լավ տեղ չի, դա Աստծո կողմից հենց հակառակվելու կամ հարվածի տակ ենք ընկնում։ Այո։ Հռոմեացիներին ուղված թղթի 5-րդ գլխի 3-րդ տողում Պողոս առաքյալն ասում է, որ նեղությունների մեջ էլ ենք բարձենում։ Ինչպես պետք է հասկանալ այս միտքը, արդյոք քրիստոնյան կարող է բարձրանալ Աստծո արքայության համար իր գրած նեղություններով։ Հա, բայց դա պիտի ճիշտ հասկանանք։ Երբ որ մեկին նեղում են քրիստոնյա լինելու համար, էլի տեղեր կա գրած դրա մասին, որ այո, դա ուրախացեք։ Ուրախացեք, երբ որ ձեզ հալածում են, ուրախացեք, երբ որ ձեզ նեղում են, ձեզ անպատվում են, ուրախացեք։ Ու շատ քրիստոնյաներ շատ դարերում ուրախացել են, դրանով են հպարտացել, դրանով են ցնծացել, որ ես էլ մասնակից եղա Հիսուսի չարչարանքներին, բայց ոչ մեղքի համար։ Նրանք հավատացյալ մարդուն իր արած հիմարության համար կամ մեղքի համար դատեն կամ անպատվեն բան, ու ինքը պիտի չուրախանա դրա համար։ Ոչ թե մեղքի արդյունք լինի դա, այլ որ քրիստոնյա ես, որ Աստծո պատվիրանքն ես կատարում, այլ ոչ թե մարդկանց։ Դա տարբերություն։ Պողոս առաքյալը թղթերից միտեղ ասում է դուք ինձ հիմարություն արեցի, որ բարձեցա, դուք ինձ ստիպեցիք։ Հա։ Այ ոնց կա բացատրես այս տողերը։ Ասում եմ ես հրեա, ես իմ 8-րդ օրը թլպատված, Բենյամին, ես նա ասենց բայց անմտություն է դա։ Որովհետեւ Քրիստոսի հետ որևէ Այսինքն էլի գալիս ենք այն տեղը, որ Հիսուսն ասում է ինչ որ անելու եք, եթե արել եք, ասեք համբերացած սարան, որ արել եմ եք դա։ Բայց իհարկե, որովհետեւ որևէ տեղ չի մնում մեզ ինչ որ բարձրացնելու, գովալու, բայց մեր ամբողջ նպատակն է Աստծուն փառավորել, Աստծուն մեծարել։ Դա սա մեր հենց անելիքն է, սա մեր կյանքն է, որ թե իմ խոսքով, թե իմ վարքով, թե իմ ծառայությունով, իմ ապրելակերպով Աստծո անունը մեծարեմ, Աստծուն փառաբանեմ։ Կամ մարդիկ փառաբանեն Աստծուն։ Այ Պողոս առաքյալի նշած այդ իր տկարություններով բարձրանալը, ասենք այսօր ոնց կարող է դա գործնականորեն կիրառվել մեր կյանքում։ Ոնց քրիստոնյան այսօր ասենք ոնց կարա դա ապրի։ Ոնց կարա կիրառի իր կյանքում։ Ես ունեմ տես թերություն, շատ թերություններ ունեմ, բայց թերություններից մեկը ես չեմ կարող անգիր անել։ Իմ համար դա իրականում այն դպրոցական տարիքից իմ համար դա խնդրեմ ա եղել։ Ու մինչև այսօր խնդրեմ ա։ Ես կարամ այդ պահին, ոնց որ դասս էի սովորում, այդ պահին անգիր անեմ այդ համասին, բայց դա իմ մոտ չի մնում դա։ Իմ համար դա ռեալ խնդրեմ ա։ Իմ թերությունն է դա։ Բայց ինչ անում Սուրբ Հոգին։ Մեկ էլ կարող է մի ամբողջ խոսք, մի ամբողջ բան ես անգիր ասեմ։ Հա։ Ես հո գիտեմ, որ դա ինձանից չի։ Ես հո գիտեմ։ Դրա համար այդ տկարություններով կամ թերություններով մենք պետք է հասկանանք, որ այդ թերություններում Աստված դրսևորում ու մեծարում Աստծուն, հա։ Այ մեր նպատակը միշտ պետք է լինի, որ Տեր փառաբանեմ քո անունը, մեծարեմ քեզ։ Այ մարդիկ որոշ բաներ իմ կյանքում տենում են, ասում են, ո՞ց քո մոտ ստացվում է, ի՞նչ լավ է։ Ես քո գիտեմ, որ դա մոտ չի ստացվում։ Դա ես չեմ։ Էս ձև։ Հա։ Այո։ Շատ օրինակներ կա։ Մեր եթերը բան կան։
Երբեմն Աստված մեր տկարությունները օգտագործում է ցույց տալու իր փառքը, ցույց տալու իր մեծությունը, սերը, ողորմությունը։ Ուղղակի այդ երբ որ Աստված դա ցույց է տալի, ես եմ տենում էդի, բայց մարդիկ ուրիշ բան են տենում։ Հա, Մարդիկ տենում են որ դու կարացա, բայց ես հասկանում եմ որ ես չկարացա, այդ ուղղակի Աստված տենց արեց որ տենց երևա, բայց իրականում տես չի։ նույնիսկ այն կարողությունները, որ Աստված մեզ տվել է, որոնք զարգանում են ու օգուտ են սկսում բերել Աստծո արքայությանը, Այնքան բան հիշեցի, ես ուղղակի այնքան բան կասելու։ Ես փոքր ժամանակ շատ եմ եղել ամաչկոտ։ Ես, ասենք, գոնե 2 բարեկամի առաջ որ կանգնեմ ինչ-որ բան ասեմ, ես գետինը կմտնեի։ Այդ ձև եմ եղել միշտ խուսափել եմ դες բաներից։ Որպեսզի ես կանգնեմ մարդկանց առաջ ու ինչ-որ մի բան ասեմ, դա իմը չի ընդհանրապես։ Դա ես չեմ էդի, դա իմը չի։ Բայց ոնց որ թե կանգնում եմ ու ասում։ Այո։ Դա անբացատրելի բաներ է, բայց տենց է։ Հով Արթուր, վերջին հարցս, ինչ է նշանակում Աստվածաշնչյան հայտնի խոսքը, ով բարձրանում է, թող Տիրոջով բարձրանա։ Իր ամբողջ խորությամբ։ Մասամբ ասեցինք, որ խոսացինք դրա մասին, որ փառք Աստծունն է։ Այսինքն, եթե լավ մի բան կա, իմաստուն, լավ, Աստծունն է։ Ուրիշ ձև չկա ստեղ։ Հնարավոր է մարդ ունենա բնածին ասենք ունակություններ, որ ինքը միջավ հավատալն էլ է դա ունեցել, բայց էլի Աստծուց չի էդի։ Էլի Աստծուց է։ Ոնց որ մենք էլի Աստծուց է։ Պարծեցողը թող պարծենա Աստծով, դա է, որ եթե տեղ կա ինչ-որ գովալու կամ մեծարելու, դա Աստծուն, ուրիշ Աստված էր տվել։ Ամեն ինչը Աստծուց է եւ Աստծո համար է։ Նույնիսկ այն դեպքերում, երբ ինչ-որ մի բան անում ես, մարդը շնորհակալություն է հայտնում, սովորած լինելով, որ պետքա փառք ասում, դրամ շատ մարդիկ խուսափում են, չէ, ինձ շնորհակալություն մի ասա, փառք ասում։ Այստեղ մենք ասելիք ունենք։ Եղել է մարդուն շնորհակալություն ես հայտնում։ Շնորհակալություն Աստծուն։ Հա, բայց ես քեզ շնորհակալություն եմ հայտնում։ Ուրիշ բան է դու քո մեջ կամ քո հասկացողության մեջ դու քո վրա չես վերագրում, Աստծուն ես փառքը տալի։ Էս էլ կա, որ մենք պետք չի տենց շատ մանավանդ անհավատների հետ, մանավանդ չգիտեմ ում հետ, չափից դու սենց ամեն ինչ ճշտենք, ում գնաց, ով եղավ, ինչ եղավ։ Կարևորը դու քո մեջ փառքը տաս Աստծուն։ Եթե մի մարդ քեզանից շնորհակալություն հայտնում, ընդունի շնորհակալությունը։ Ես չեմ համարում դա ճիշտ, երբ որ մարդուն ասում շնորհակալություն, ասում չարժի։ Բայց ինչի չարժի։ Արժի։ Բայց դրա համար է շնորհակալություն հայտնում։ Բայց մարդը պետք է ինքը հասկանա այդ ինչի տենց եղավ։ Այնպես չի որ ինքը տես բարի մարդ է։ Աստվածաշնչի են մի քիչ անհասկանալի տեղերից է, երբ որ Աստված ասում է դուք որ չար եք։ Մեզ ասում դուք որ չար եք։ Պետք է հասկանանք, որ այո, բարությունը, բարին Աստված է, բարությունը Աստծուց է գալի։ Այո, շնորհակալ ենք այսօրվա հաղորդման համար։ Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալ ենք, որ դիտեցիք մեզ, հետևեցիք մեզ։ Այսքան այս թեմայի մասին, եթե ունեք հարցեր, գրեք կոմենտներում, գրեք նաև ձեր հարցերը, ինչ հարցեր որ առաջանում են, ինչի մասին որ կուզենաք, որպեսզի մենք հաղորդումներ կազմակերպենք։ Եղեք օրհնված, կհանդիպենք հաջորդ անգամ։